հիշեցնենք ընկնդրում եք Շանթ 104 եւ 1 FM հաճախականությամբ եւ սա առավոտյան սոնետն է եւ այսպես սկսած մենք ունենք նաեւ հյուր եւ սոնային խնդրենք այսպես ներկայացնել մեր հյուրին, մեր գործընկերոջ նախկին։ Հյուր չէ, գործընկեր, միայն թե նախկին։ Տան անդամ, հա, այսպես բնութագրենք, սիրելի ունկնդիրներ, այո, այսօր մենք հյուր ունենք տաղավարում, ինչը մեզ համար շատ հաճելի է, առավել հաճելի է տաղավարում հյուր ընկալել մի անձնավորության, ով ժամանակին աշխատել է մեզ հետ, ով ժամանակին կարելի ասել ռադիո աշխարհում քայլեր է կատարել եւ ես ակամայից, երբ մեր նախնական զրույցներ տեղի ունենում Հրաչյան, հիմա կներկայացնեմ ով է Հրաչը, սիրելի ունկնդիրներ։ Ես հիշեցի, որ 11 տարի առաջ հաղորդավարների 4-րդ, եթե չեմ սխալվում, 4-րդ թվով 4-րդ մրցույթներ եւ Հրաչը մեր մասնակիցներից մեկն էր, Հրաչյա Հովհաննիսյան, ով նաեւ հաղորդում էր վարում մեզ մոտ DJ Panda-ն, մեր ունկնդիրներից շատերը կհիշեն DJ Panda-ին, իր ակումբային դրամատրություններով, որը նա սփռում էր ռադիո Շանթի ռադիո ալիքներով եւ հասցնում ունկնդիրներին Հրաչ ջան, քեզ ջերմ ողջույններ։ Ուրախ ենք, որ այստեղ ես, շատ ուրախ ենք քեզ տեսնել եւ նախագծի մասին մենք անպայման դեռ կխոսենք։ Մինչ այդ կարող ես ողջունել ունկնդիրներին ու մեզ։ Իհարկե, շատ շնորհակալ եմ հրավերի համար եւ ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել բոլոր մեր ունկնդիրներին, ովքեր մինչ այսօր մեզ հետևում են եւ մեզ հետ են, որովհետեւ կարծում եմ, որ տեխնոլոգիական աշխարհի այս զարգացումների ընթացքում մարդկային ստեղծագործությունները գնալով ավելի արժեքավորվում են ու ռադիոն նաեւ ավելի կլասիկա է դառնում, այսինքն դասական երևույթ է դառնում եւ այն մարդիկ, ովքեր գնահատում են ու մեզ հետ են, իրենց ջերմ ողջույնները, շնորհակալ ենք, որ դուք մեզ հետ եք ու միշտ մնացեք մեզ հետ։ Ասա կարոտել էի ռադիո աշխարհը։ Իհարկե։ Նոստալգիա ապրում ես այս պահին, Հրաչ։ У меня мурашки, հա, կարելի ասել։ Ну видно, Հրաչ։ 10 տարի հետո նորից վերադառնալ այս մթնոլորտ առանց գազմունքների դա ուղղակի անհնար կլիներ։ Իրոք, ես էլ հիշում եմ, սիրելի ունկնդիրներ, երբ մրցույթներ ընթացքի մեջ, ես այստեղ էլի հաղորդավարի կարգավիճակում էի, Էդգարե ժյուրիի կարգավիճակում էր եւ Հրաչը սան, հա, որպես այստեղ էր։ Հրաչ ջան, մենք քեզ հետ շատ առիթներ ենք ունեցել հաճելի զրույցներ ծավալելու, ընկերական, այսպես մասնագիտական, ինչու ոչ, բայց երբևէ առիթ չի եղել քեզ հարցնել, թե առավոտները ինչպես է սկսում DJ Panda-ն, ակումբային երաժշտությամբ, որն է քո առավոտվա այդ նոր օրվա սկզբի այդ ինչպիսի բիթի տակ ես արթնանում։ Դա իրականում երաժշտական ճաշակս չի փոխվել, անդավաճան եմ մնացել, իհարկե, առավոտյան ռիթմերը գուցե տարօրինակ չի, բայց ռոքով են սկսվում, ավարտվում են էլեկտրոնային երաժշտությամբ, բայց այդ էմոցիաները, լիցքերը ստանալու համար ռոք ու System of a Down։ System of a Down, անբաժան քեզանից։ Դու անգամ անվանումից կարող էիր հասկանալ, սոնա, որ ինչ-որ բան չի փոխվել, էլի կլաբը կա, այնտեղ այլ կլաբ է հիմա։ Այո։ Շատերը մտածում էին այ Պանդան, հա, գուցե երաժշտության ոլորտում է շարունակելու, բայց չէ, DJ-ություն չէ, հիմա Area 51 Lasertag Club։ Այո։ Հրաչ ջան, կպատմես ինչ է այս ամեն իրենց ներկայացնում Area 51 Lasertag Club, մի տեսակ մոլորակի անվանում ոնց որ։ Մոլորակից հայտնաբերել։ Չէ, եկեք սկզբից նախ չկենտրոնանանք կլաբի վրա, որովհետև ինքը ակումբ է, ուղղակի լատինատար ավելի գեղեցիկ է հնչում, այստեղ ավելի կենտրոնանանք Lasertag-ի վրա։ Lasertag-ը ժամանակակից տեխնոլոգիական խաղ է, որը կարելի ասել ներկայումս գործող խաղերի խաղերն են իրական տարածքում իրական զգացողություններով, ասենք նույն PUBG, նույն Warface-ը, ինչ որ երիտասարդները հիմա խաղում են, այդ նույն էմոցիաները իրենք կարող են ստանալ Lasertag-ի միջոցով։ Այսինքն ինչ է իրենից ներկայացնում Lasertag-ը, մի փոքր պատմություն ներկայացնեմ։ Այն սկիզբ է առել 80-ական թվականներից Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Miles էր կոչվում, եթե չեմ սխալվում, այդ ծրագիրը ինքը նախատեսված էր ամերիկյան հատուկ զորքերի վարժանքների համար, այսինքն ուզում էին մտածել այնպիսի բան, որը լինի
ռեալիստիկ, բայց միևնույն ժամանակ անվտանգ դինի զինվորների համար ու ստեղծեցին լազեր տագ, այսինքն զենքերի վրա դրվում են հատուկ սարքավորումներ, մեկը ուլտրամանուշակագույն ճառագայթներ արձակում ու հանդերձանքի վրա կան սենսորներ, որոնք որսում են այդ ճառագայթները ու արդեն հարվածի վիրավորման կամ այլ իմիտացիաներ են տեղի ունենում, հետո գնացին լազերտագ արդեն առևտրային կենտրոններ ու արդեն 2000-ականներից սկսած ինքը դուրս եկավ այդ փոքր միջավայրից ու հիմա արդեն բաց արիաներ են Այո, բաց տարածքում կարող են խաղալ, եթե կարճ ու կոնկրետ դա զենքերի, խաղալիք զենքերի միջոցով խաղերի կազմակերպում է իրական ժամանակում ու իրական էմոցիաներով։ Ահա, մեր ժամանակ կռիվ։ Այո։ Հիմա լազեր տակ, սիրելի ունկնդիրներ։ Դե տեխնոլոգիաները զարգանում են։ Այո։ Մենք էլ փայտի կտորներով ենք խաղում, իսկ հիմա երեխաները կարող են արդեն պարզենալ, որ իրական զենքերի մոդելներով կարող են։ Միայն երեխաները, հրաչ։ Ճիշտ է։ Թե տարիքային սահմանափակում չկա։ Տեսեք, իրականում ոչ, բայց ցանկալի ասենք 8 տարեկանից բարձր, որովհետև մի փոքրիկ խնդիր կա, զենքերը մեծամասնությունը մոտ 70-ից 80 սանտիմետր երկարություն ունեն ու լինում է ավենց երեխաների հասակին հավասար են ու դժվար է լինում երեխաներին բռնել ու խաղալ, իհարկե փոքրերը կան մոդելներ, բայց քիչ են։ Դրա համար նախատեսված են ավելի մեծ տարիքային խմբի համար ու համար ավելի հարմար կլինի զենքերը բռնել։ 8 եւ ավելի։ 8 եւ ավելի, այո։ Իսկ վերին սահման չկա։ Վերին սահման չկա, այսինքն Մենք երեխաներ ովքեր Այո, տատիկ պապիկների հետ կգան, կարող են նաև տատիկ պապիկներ են մասնակցել, եթե ցանկություն առաջանա։ Տեսեք, լազերտագի ամենամեծ առավելությունը, որ ես գնահատում եմ, դա անվտանգությունն է։ Այսինքն ի տարբերություն շուկայում առկա մյուս նմանատիպ խաղերի, տեսեք, այստեղ ֆիզիկական կոնտակտ չկա։ Այսինքն որևէ փամփուշտներ, որևէ, չգիտեմ, կապտուկներ, խփել, ցավ, ինքը բացառված է։ Այսինքն ամեն ինչ տեղի է ունենում տեխնոլոգիաների մակարդակով։ Դու ունես հատուկ սենսորներով գլխին հարմարեցված, ահա, սաղավարտ չէ, գլխակապ, ահա, պավյասկա։ Ու զենքը քո նպատակն է հնարավորինս դիպուկ կրակել սենսորներին ու վերջ։ Ընդամենը։ Այսինքն ինքը նաև այդ անվտանգության պահը կա, շատ կարևոր է, որովհետև ինձ թվում է 6-7 տարեկան երեխաներին մյուս նմանատիպ խաղերում խաղալը ինքը բավականին վտանգավոր նաև կլինի ու հաստատ այնտեղ խաղերը ավելի մեծ են։ Հա նաև դրա արդյունքում կարծում եմ, որ աղջիկներն էլ կարող են հանգիստ խաղալ առանց վախենալու կամ մտահոգվելու, որ վնասվածքներով տուն կգնա։ Զենք է, մենք նշպիկ ենք, աղջիկ ենք, ոնց խաղանք, չկա նման բան, աղջիկները եւս կարող են խաղալ։ Հունիսի 1-ին ընթരാճ չէ, հրաճ այս ամենը, կուզենայի նաեւ այդ ամենի մասին խոսեիր, որ մարդիկ իմանան, երեխաներին հարկեղած դեպքում նաեւ այսպես կազմակերպված կերպով ներգրավեն այդտեղ։ Հունիսի 1-ին ուզում ենք իրականացնել ծրագիր, այսինքն երեխաների համար նախատեսված ցուցադրական խաղեր կազմակերպել, ուղղակի այս բան ծոր տարածքի փնտրտուքների մեջ ենք, ինչպես միշտ, ու երբ որ ասում են ինչու Area 51, հայտնի է, չէ՞ որ Area 51-ը Ամերիկայում գտնվող այդ լոկացիան է, որտեղ պահում են այլմոլորակայինին ու գաղտնի է, կարելի ասել ոչ ոք չգիտի Area 51-ի տեղը։ Նմանապես նաև մեր իրավիճակում է այսպես, այս պահին դեռ չգիտենք որտեղ է Area 51-ը, այնպես որ համագործակցության հնարավորությունների դեպքում հաստատ ավելի մեծ միջոցառումներ կկազմակերպենք։ Տեսեք, ինքը առաջին հայացքից թվում է որպես ժամանցային խաղ, բայց իրականում տեսեք 2023 թվականին Ռուսաստանում լազերտագը պաշտոնապես ինքը ունի սպորտի կարգավիճակ։ Անկամ սպորտի։ Այո, ու այնտեղ ոչ թե լազերտագը կոչվում է լազերնի բոյ, բայց համենայն դեպս ֆեդերացիայով ու արդեն մի քանի տարի անընդմեջ իրականացվող մրցաշարերով պաշտոնական ու պետական մակարդակով երկրորդ ուղղությունը, որը շատ հետաքրքիր է, դա
Phygital Games-ն է, ինչ է իրենից ներկայացնում, կան խաղեր, որոնք խաղում են համակարգչով, օրինակ Warface-ը օրինակի համար ու մրցաշար է անցկացվում, այսինքն նույն խաղը եւ վիրտուալ տարբերակով եւ իրական տարբերակով։ Ֆուտբոլը ամենալավ օրինակը կլինի։ Այսինքն մի փուլում մասնակիցները վիրտուալ, այսինքն հենց խաղում են մրցում ու երկրորդ փուլում ֆիզիկական իրական կյանքում։ Նույնը նաև լազերտագը ունի, երբ խաղում են այդ շուտերները, հա, կրակելու խաղերը ու երկրորդ փուլում արդեն իրական իրենք զենքերով այդ նույն սցենարով սկսում են պայքարել միմյանց դեմ։ Սա էլ է հետաքրքիր ուղղություն, կարելի է զարգացնել ու երրորդն էլ արդեն տեղական մակարդակով դպրոցականների կամ երիտասարդների հետ կարելի հենց մրցաշարեր անցկացնել, երեխաներ կամ պատանիները թիմեր ձևավորեն ու սկսեն իրենց առաջընթացը։ Ես ավելի շատ մտածում եմ, որ պաշտպանության նախարարության հետ կարելի է նաև համագործակցել, այս կերպ կարելի է նաև վարժանքներ իրականացնել, հա։ Ինձ թվում է մի քիչ շուտ է դրա մասին խոսելը, թե չէ հաստատ կգտնեն Արեա 51-ը։ Հա, ես մի փոքրիկ զավեշտալի դեպք պատմեմ, դա կարելի է ուրեմն խաղալիքների ներկրման այդ գործընթացի մեջ եմ ու գնում եմ Երևան, դե հանդիսավոր առիթի էի կոստյումով ու այսպես փոքրիկ պայուսակով ու զանգահարում են ինձ, ես իջնում եմ ներքև արդեն ավտոկայանի տարածքում ու խոսում եմ հեռախոսով բարձր ասում եմ եղբայր զենքերի ներկրման հետ խնդիր կա, կարող է խաղալիքի կոդի տակ բերենք, որ խնդիր չլինի ու բոլորը նայում են ինձ այսպես ռուսի նման անձնավորությունով խոսում է հայերեն հերիք չի մի հատ էլ զենք է ներկրում ու խաղալիքի տակ Տանկավոր անձնավորություն։ Բայց չէ, ինձ թվում է նման խոշոր ծավալի պատասխանատվության տակ մտնելու համար դեռևս շատ շուտ է։ Բայց կա։ Բայց բացառված էլ չէ։ Ասեմ, որ կա։ Նման տեխնոլոգիա ավելի կատարելագործված է կա։ Օգտագործվում է, այսինքն։ Սցենարները դու ես մտածում։ Այո, սցենարները դե ինչպես միշտ կա դասական սցենարներ, թիմի դեմ, մենք ունենք նաև ստուգողական կետ, կոնտրոլնայա տոչկա կոչվածը, որը էլի հետաքրքրություն է մտնում խաղի մեջ, այսինքն խաղի նպատակը դառնում է ոչ թե դիմացի թիմին հակառակորդին ամբողջությամբ վնասազերծել, այլ պետք է գրավել ու պահպանել այդ հատուկ ստուգողական կետը։ Նաև նախատեսում ենք էլի լրացուցիչ սարքավորումներ ձեռք բերել, մասնավորապես բոմբա, ռումբ, սիրելի հեռուստատոմ, բոլորը խաղալիքներ են, նախորոք ասենք, որ Այո, ամբողջությամբ բոլոր կերպարները հորինված են, նաև ռումբ բերել ու էլի մի քանի սարքավորումներ, այսինքն ինքը շատ մեծ հնարավորություն է տալիս սցենարներ մշակելու, այնտեղ կարելի է նաև պատանդների ազատագրման կամ շենքերի գրողման սցենարներ, այսինքն կոպիտ ասած, եթե ինչ-որ խաղում ենք հիմա հեռախոսով, խաղերի մեջ ինչ սցենար կա, նույնը կարելի է կազմակերպել իրական կյանքում ու իրական զգացողություններ ունենալ։ Նպատակը հենց դա է։ Հետաքրքիր է, Գյումրիում նմանատիպ ինչ-որ կառույց կա, որը զբաղվում է, թե դու առաջինն ես, որ ցանկանում ես ներդնել ես ամենը մեր քաղաքում։ Երևանում ես գիտեմ, որ կա, որտեվ տարիներ առաջ պատերազմի տարին հենց 2020-ին իմ աղջիկներին տարել է Երևան, այնտեղ իրենք խաղացել են, բայց կային իրական փամփուշտներ, սա ավելի կատարելագործված տարբերակն է։ Ինձ հետաքրքիր է, Գյումրիում կար նախատիպ այս ամենի, թե չէ։ Տեսեք, ինքը իրականում եթե վերլուծենք ոլորտի տեսանկյունից 3 ուղղություն կա, առաջինը դա լազերտագն է, երկրորդը paintball-ը եւ strike-ball-ը։ Այդ երկուսից paintball կա Գյումրիում, բայց paintball-ը ով որ չգիտի, ներկերով գնդիկներն են խփում ու դա մտնում են կատեգորիայի մեջ, երբ որ արդեն ֆիզիկական կոնտակտ կա։ Մի փոքր դահում է։ Մի փոքր չէ, բավականին ես տեսել եմ հետևանքները ու ինչ լավ է, որ այդ օրին չկանչեցին խաղալու։ Ես միայն տեսա կապտիկները։ Անկամ պատանքավոր, հա։ Այո։ Դե strike ball-ը էլի ինքը փամփուշտներ է կրակում, փոքրիկ,
բայց էլի փամփուշտներ են ու արդեն երկուսի պարագայում հատուկ հանդերձանքի կարիք կա։ Պաշտպանիչ դիմակներ, արտաքին հագուստ եւ այլն, լազեր տագի դեպքում դրա կարիքն էլ չկա, այսինքն կարող է գալ ինչ հագուստով զուտ ձեզ հարմար լինի շարժվելու կամ վազելու։ Այստեղ կա նաև VR տարբերակ է, VR սաղավարտներով խաղի, բայց ինձ թվում է դա այնքան էլ իրական զգացողություններ չի տալիս, որովհետև դեռ տեխնոլոգիան զարգանում է ու խաղի գրաֆիկան էլ այսպես շատ հում է դեռ, կարելի է ասել, ենթադրենք եթե ասենք իրական էմոցիաներ լինի, որ դու սաղավարտը հագնես ու էլի իրական կյանքում այդ գործողությունները տեղի ունենան, կարելի է։ Չգիտեմ, սա իմ անձնական կարծիքն է, թող ոչ ոք սրտին մոտ չընդունի։ Իսկ լազերտակը կարելի ասել այդ բոլոր բացերը լրացնում է, դու վերցնում ես զենքը, գիտես հստակ ինչ ես անելու ու դու ես քո խաղի հերոսը, կարելի է այսպեսի կարգախոսով պատասխանել հարցին։ Ահա, շատ լավ։ Իսկ խաղացողների մոտ մեծահասակի արկայությունը պարտադիր է, թե իրենք այդ տարածք են մտնում ու խաղում իրենց համար, թե ինչ որ մեկը պետք է որ հսկի։ Չէ, դե կազմակերպչական տեսանկյունից պարտադիր, ինքը մեկ մարտով կազմակերպում է խաղ, այսինքն տեխնիկական տեսանկյունից չգիտեմ սարքավորումներ միացնել, անջատել եւ այլն եւ մեկ այո ու հրահանգիչի արկայությունը նույնպես պարտադիր է, որովհետեւ չնայած այդ բոլոր առավելություններին լազերտակն էլ ունի իր կանոնները, որոնք պետք է հսկվեն ու սա այն դեպքերից է, երբ որ ինչքան դու խաղի կանոնները պահպանես, այդքան հաճույք կստանաս խաղից, որովհետև ենթադրենք եթե մի հոգի խաղի կանոնները չպահպանեց, կարելի ասել բոլորի խաղը կփչացնի ու այդ պարագայում այո հրահանգիչի արկայությունը ինձ թվում է պարտադիր է։ Թիմային խաղ է, հրաչինքը ավելի շատ, թե անհատական։ Չէ, թիմ բացառապես թիմային է, որովհետև ինձ որ մեկ-մեկ հարցնում են քանի հոգով կարող ենք խաղալ, ես կատակով ասում եմ դե ամենակիչը 2 հոգով, որովհետև մի հոգով էլ կարող ես ուղղակի ուրիշին խփելու տարբերակ չկա, իսկ ամենակիչը 2-ն է, բայց 2 հոգով էլ շատ տխուր է։ Իրականում հա, եթե ուզում եք զգացողություններ, ինքը ինձ թվում է երևի 10 եւ ավելի մարդ պետք է լինի, որովհետև դե պատկերացրեք 2 հոգի ֆուտբոլի դաշտի չափ տարածքում վազվզելուց մի քիչ տխուր տեսարան կլինի։ Բավական։ Այո։ Մի խոսքով շատ հարմար է, եթե դասարաններով կան, ես ինչքան հասկացա։ Ոչ թե հարմար, այլ իդեալական տարբերակ է իրականում։ Ամենալավ տարբերակներից մեկը։ Հա, ես մտածում եմ, որ տեսեք նաև մեր առավելություններից մեկը որն է, որ մենք ունենք վրաններ փոքրիկ, իրենք ծառայում են որպես ապաստարան չեն պահմտնելու համար, որպեսզի պատնեշներ, այո։ Ու տվյալ պարագայում մենք կարող ենք նաև խաղերը կազմակերպել այնտեղ, որտեղ որ ուզում են խաղացողները։ Ահա, նման բան էլ կա։ Այո։ Շատ լավ է։ Այսինքն տարածք ընտրում են իրենք, դուք տրամադրում եք համապատասխան սարքավորումներ, որպեսզի ասենք ռելիեֆ ավելի հետաքրքիր լինի։ Հա, ենթադրենք գնում են ինչ որ մի X տեղ էքսկուրսիա, այնտեղ ենթադրենք եթե հարթ տարածք ու տեղ կա, այսինքն պայման կա, մենք կարող ենք մեծ սիրով մեր ծառայությունները մատուցել այնտեղ։ Հենց սա էլ է նաև այդ կարևոր կետերից մեկը, որով մենք տարբերվում ենք։ Իսկն հստակ տեղ չկա, կարող են կազմակերպել որտեղ ուզեն։ Հա, եթե բավականին մեծ տանը հյուրասենյակ ունեն, կարող են նաև այնտեղ էլ կազմակերպել։ Չէ, խոսքը հիմնականում ամառ է, դրսի մասին է խոսքը։ Որոշեցին գնալ էքսկուրսիան ավելի հետաքրքիր տպավորիչ դարձնելու համար կարող են համագործակցել ձեզ հետ, արդեն դուք կպայմանավորվեք ինչպես այդ ամենը կազմակերպել, որպեսզի ավելի հետաքրքիր դառնա իրենց ամառը, ամառային այդ օրը էքսկուրսիան շատ լավ է։ Ինչքան տևողություն ունի Սամանափակ է թե անսամանափակ, ինչքան ուզեն կարող են խաղալ։ Տեսեք, հիմնականում էլի երկու կարևոր գործոն կա ժամանակի հետ կապված։ Առաջինը թե ինչ խաղ են խաղում, այսինքն եթե սցենար են խաղում, սցենարային խաղերը իրենք սովորաբար քիչ ֆիզիկական ակտիվություն են ենթադրում, բայց ավելի երկար ժամանակային տեսանկյունից, ասենք կարող է մինչև 4-5 ժամ էլ տևել։ Բայց երկրորդ առաջին տարբերակը այս պարագայում երբ որ ակտիվ խաղերն է
ինտենսիվ ավելի ճիշտ, այս պարագայում խաղերը ամենաշատը երևի 2 ժամ, հաշվի առնելով նաև գոնե մի 2 կամ 3-5 րոպեանոց ընդմիջումներ, ինձ թվում է դա բավական է, որովհետև նաև ֆիզիկական պատրաստվածություն է անհրաժեշտ այս պարագայում ու ինձ թվում է բոլորը չէ, որ 2 ժամից ավել կարողանան կոպիտ ասած ցեկել խաղալ։ Հասկանալի է, Հրաչ ջան։ Նույնիսկ ֆուտբոլիստները այդքան չեն կարողանում վազել։ Պետք է որոշակի դադար հանգստի համար բնականաբար։ Դե կարծում եմ, որ այս ամենը նորույթ է շատ շատերի համար, Հրաչ, եւ հետեւաբար պետք է որոշակի ժամանակ, որպեսզի մարդիկ ծանոթանան, երեխաները եւս թեպետ վստահ եմ, երեխաները ավելի լավ գիտեն ինչի մասն է խոսքը, քան ասենք մեր սերնդի ներկայացուցիչները, եւ լավ է, որ իմացան, որ կա նման բան, որը ընդհանրապես անվնաս է, որը կարող է 10-ից ավելի, 20-ից ավելի հոգու ներգրավել, ապահովել լավ ժամանցով եւ բերել հրաշալի, այսպես ռեալ էմոցիաներ։ Ես կարծում եմ այ արխիվում երբ դասարանները գնալու են էքսկուրսիաներ ամենահարմար տարբերակն է։ Սոնա այս դեպքում համագործակցել եւ իհարկե այլ ավելի տպավորիչ ու գեղեցիկ դարձնել այդ օրը։ Նախ կզբաղվեն, կա հսկողություն, բնականաբար անվնաս է, այնպես որ շատ հետաքրքիր կլինի։ Ես չգիտեմ, ես օրինակ որպես ծնող կողմ կլինեի, եթե իհարկե նման միջոցառման ժամանակ նաև տեղ հատկացվեր այս ամենին։ Շատ լավ տարբերակ է, պատկերացրու Հրաչը բացատրում էր, ներկայացնում էր եւ ես էլ ցանկություն առաջացավ խաղալու, չէ՞։ Մասնակցելու, ինչպիսին կլինեին իմ հմտությունները այդ ռազմավարասպորտային խաղում, ինչպես հա, այդպես է չէ՞ նշված, ռազմավարասպորտային խաղ։ Հրաչ ջան, ես վստահ եմ, որ ոչինչ պատահական այսպես չի լինում, չի ստացվում, գիտեմ նաեւ որ դու մասնագիտությամբ մանկավարժ ես եւ արդյոք երբ այս մտահղացումը առաջանում էր, չգիտես ինչու ինձ թվում է, որ դու որպես մանկավարժ նաև այդ ցանկությունն ես ունեցել նկատելով որ ներմուծել չէ, բաղադրիչը, դասերակցական կամ ինչ-որ, ահա։ Եվ դա Էդգար ջան, եւ նաև մի շատ կարևոր հանգամանք, որ մանկավարժի աչքը ուրիշ սրություն ունի եւ ուրիշ կերպ է տեսնում թե որքան են երեխաները հեռանում իրարից եւ դառնում են այսպես ավելի շատ ներկա սոցիալական հարթակներում, հեռախոսային, համացանցային, կոմպյուտերային հարթակներում ասա որ կար նման միտում քո մեջ սոցիալիզացնել երեխաներին բերել մի հարթակ շփվեն իրար հետ, խաղան իրար հետ Դե քանի որ այսքան անկեղծացել ենք, ասեմ, ասա իրականում կա երբ որ մարդիկ ինչ որ գաղափարներ են սկսում իրականացնել, առաջին կամ երկրորդ տեղում նա է ինչի կարիք որ դու ունեցել ես։ Անպայման։ Այսինքն ես փոքր ժամանակվանից միշտ խաղեր խաղալ սիրել եմ, մինչև հիմա էլի սիրում եմ։ Ու զգացել եմ, որ դրա կարիքը կա, ինչու՞ չէ նաև այնպիսի միջավայր կազմակերպել, որ խաղի այդ ամբողջ միջավայրը էմոցիաները իրական կյանքում զգալ ու այս գաղափարը ինձ մոտ կար դեռևս 2017 թվականից ու կարելի ասել միայն անցած տարի է ինքը իրականություն դարձել, բայց հա նաև այդ հանգամանքը կա, որովհետև նաև իմ օրինակով բերեմ, հա, երբ որ ես ամառները օրինակ արձակուրդների ժամանակ մայիս ամսից, երբ որ արդեն տաք է լինում դրսում ենք, երեկոյան ամբողջ երեկոները անցկացնում ենք ֆուտբոլի դաշտում, ինչ որ ակտիվ խաղեր խաղալով եւ այլն, բայց հիմա երբ որ ես կողքից հայացք եմ գցում, տեսնում եմ, որ դրա պակասը կա, այսինքն երեխաները նախընտրում են ավելի շատ իրեն ժամանակ անցկացնել հեռախոսների մեջ, այսինքն կամ on-line team, եթե չգիտեմ, որ սոցիալական խմբեր ունեն, ոչ թե խմբեր, այլ ընկերներով հավաքվում են, էլի սահմանափակվում է սոցիալական տարածքում, այսինքն on-line միանում են մի խմբում եւ խաղում են, դա նույնպես խնդիր է, ոչ միայն Հայաստանում, կարելի ասել ամբողջ աշխարհով, ու նման նախաձեռնությունները ինձ թվում է պետք է որ այդ խնդիրը լուծեն։ Եթե սիրում են խաղալ օրինակ ես փորձ ունեցել եմ որ դպրոցում դասավանդում էի որպես փոխարինող աշակերտներից բազվեցին որ երեխաներ կան ովքեր բավականին լուրջ են վերաբերում օրինակ PUBG խաղալուն ասենք այդ կիբեր սպորտի կարելի ասել նաև մակարդակով ու երբ որ լսեցին որ Լազարթակ
ակումբի ստեղծման հնարավորություն կա, իրենք մեծ սիրով համաձայնեցին գալու, որովհետև իրենց դա ավելի մոտ է։ Արդեն իրենք էլ ավելի լավ ինտեգրվեն, այո, ինտեգրվեն խաղի մեջ, այնպես որ եթե նաև հնարավորություն լինի, թե ամեն ինչ ապագայում կլինի էլի իհարկե, ես իհարկե եթե երեխաների մեծ խմբեր լինեն, կարելի է նաև ինչ-որ էլի սոցիալական մոդել ստեղծել, այսինքն օֆլայն հանդիպումներ, խաղից դուրս քննարկումներ, սեմինարներ, թեմաներ ընտրենք միասին, այսինքն լազերտակը ոչ միայն լինի ժամանակ անցկացնելու միջոց, այլ նաև միավորող օղակ։ Հրաշալի է, այդպես էլ գիտեի։ Իսկ շատ թանկ արժի, թե մատչելի է ամեն դեպքում։ Չգիտեմ, մատչելի է, որովհետև հիմա շատ-շատերը գուցեև լսեցին, ցանկություն առաջացավ, բայց այ կա մի պահ, երբ մտածում են գուցե այդ ամենը թանկ հաճույք է եւ գրպանին ոչ հասանելի։ Ну, այսպես ասեմ, Երևանի կների հետ համեմատած 3 անգամ էժան։ Նույնիսկ էլ է։ Ինքը 3-ից 4000 դրամի սահմաններում է։ Մեկ աշակերտը։ Մի հոգին, մի խաղի ընթացքում, այնտեղ ենթադրենք, եթե արտագնախախ կա, այսինքն տեղափոխվելու, կարող է մի քիչ ավելի լինի, զուտ լոգիստիկ տրանսպորտային հարցերը լուծելու համար։ Բայց հաստատ ինձ թվում է այդ գումարի մեջ այդքան էմոցիա այսօր Գյումրիում դժվար կարողանամ այդտեղ ստանալ։ Դա իմ կարծիքն է։ Մենք խոսեցինք այ դպրոցականներից հրաչ, բայց ես կարծում եմ, որ ավելի այսպես բարձր տարիքովներին ավելի կհետաքրքրի, ովքեր նաև ֆինանսապես կայունություն ունեն որոշակի։ Դե իհարկե։ Եվ երեկոյան եթե չգիտեն կամ ցերեկվա ժամերին կամ հանգստյան օրերին ինչով զբաղվել, հա, շատ հարմար լավ տարբերակ է լիցքաթափվելու, հետաքրքիր օր ունենալու, այնպես որ անպայման դիմեք հրաչին։ Ինչպես քեզ գտնեն հրաչ Facebook-ում միայն թե կան նաև այլ տարբերակներ։ Դե Facebook, Instagram, Area 51 լազերտակ ակումբ գրեք եւ կգտնեք մեզ։ Կամ մենք կգտնենք ձեզ։ Պատրաստ կգանք։ Լուրջ ձայնով ասում է Հրաչը։ Լավ, Հրաչյան, մի վերջին հարց, իսկ մանկության տարիների քո ամենասիրելի խաղը ո՞րն էր։ Ամեն շատ ինչ էիր խաղում։ Դե քանի որ սկսենք նրանից մանկության ժամանակ սահմանափակվել եմ կոնսոլներով, խաղային փոքրիկ համակարգերով, եթե այդպես վերցնենք, իմ խաղը ես ինքս էի ստեղծում, այսինքն ինչ-որ ֆիլմեր էի դիտում, տպավորվում էր, ինչ-որ առարկաներ էի պատրաստում ու իմ երևակայության հաշվին կարելի է ասել բավարարվում է դրանով, բայց եթե ավելի մեծ տարիքի մասին է խոսքը, Stalker խաղն եմ շատ սիրում, կարելի ասել, ֆանատն եմ, որովհետև ինքը Չեռնոբիլի մասին է այդ գործողությունները ու ինքը ունի փիլիսոփայություն, երբ որ ուզում ես հասնել ինչ-որ բանի, պետք է անցնել դժվարությունների, երբեմն նաև ահավոր ծանր դժվարությունների միջոցով, բայց երբ որ հասնում ես քո նպատակին, խաղի նպատակը մոնոլիթին հասնել է, երբ իրականացնում է յուրաքանչյուր երազանքը, կարելի ասել մենք էլ ենք փնտրում մեր մոնոլիթը ու պետք է դժվարությունները հաղթահարել, գտնել ու քո երազանքը կիրականացվի։ Սա էլ արդեն ամփոփիչ խոսք է, սիրելիներս։ Դե ինչ ժամը, արդեն 10:59 րոպե, սիրելի ունկնդիրներ, եզրափակում ենք ծրագիրը, Հրաչյան, քեզ շնորհակալություն։ Այստեղ գտնվելու եւ հետաքրքիր քո ունեցած այս հետաքրքիր գաղափարի մասին մեզ հետ կիսվելու համար, թող որ հաջողություններ լինեն, թող որ պայման այցելուները շատ լինեն եւ հետագայում էլի առիթ ունենանք հանդիպելու, զրուցելու արդեն կերտած նոր հաջողությունների մասին։ Ուրախ կլինենք միայն, դու գիտես, մենք որքան ուրախ կլինենք քո հաջողությունների համար։ Այսքան այս առավոտվա համար, սիրելի ունկնդիրներ։ Այո, հիշեցնենք մեր հյուրներ, մեր լավ հին բարի ընկերը Հրաչ Հովհաննիսյան, եթե հետաքրքրեց ձեզ թեման, խնդրեմ կարող եք իհարկե դիմել Հրաչը ու իր թիմը անպայման այդ ամենը կկազմակերպեն, երեցիկ կերպով կանցկացնեն, այնպես որ եթե ամռանը փնտրում եք տպավորություններ, լավագույն տարբերակը Area 51 լազերտակ ակումբ։ Եվ սիրելիներս, ես չմոռանամ նշել ամենակարևորի մասին, որ այս հարցազրույցի տեսագրված տարբերակը դուք կկարողանաք գտնել Ռադիո Շանթի եւ Շանթ Գյումրի Facebook-յան էջերին։ Շատ շուտով խոստանում ենք։ Այսքանը այսօրվա համար, դե իսկ որպես հարցի ամփոփում նշեմ, որ տվյալ գրողը, ով
Նաև առաջին բանաստեղծություններ ծոնել Սարդարապատի հերոսամարտի մեր մարտիկներին Տերենիկ Դեմիրճյանն էր, սիրելի ունկնդիրներ, սա էլ այսպես, որպեսզի իմանաք նաև հարցի պատասխանը։ Այսքանը։ Դա ինչ բոլորիդ հաճելի օր, կհանդիպենք արդեն իսկ վաղը առավոտյան ուղիղ ժամը 9-ին, շարունակեք մնալ Շանթի հետ։ Շանթ ռադիոկայան, մեզ ոչ միայն լսում են, այլ նաև սիրում են։